Դիանա Գրիգորյանի «Գոյամարտ» հեռուստասերիալի նկարահանումները շարունակվում են։ Մեր կողմից սիրված դերասաններն ամեն ինչ անում են, որպեսզի հեռուստասերիալն էլ ավելի դիտարժան ու էլ ավելի հետաքրքիր դառնա։ Ինչպես պարզ դարձավ հեռուստադիտողներին, Հունանին հաջողվեց Լեային ու Լեոյին բաժանել, քանի որ նա ասեց այն, ինչ այսքան ժամանակ չէր համարձակվում բարձրաձայնել։ Իհարկե, այդ գաղտնիքի մասին միայն Հունանը չէ, որ գիտեր նաև Ավոն, Ինան ու Գրիշոն։ «Գոյամարտ» սերիալում Լեայի այս քայլը շատ հեռուստադիտողների համար կարող էր անսպասելի թվալ, բայց եթե նայենք նրա հոգեվիճակին, ապա դա լիովին հասկանալի է։ Լեան չհեռացավ Լեոյից, որովհետև դադարել է սիրել նրան։ Ընդհակառակը, հենց այդ պատճառով, որ սիրում է նրա համար, անհնար է դարձել շարունակել ապրել այնպես, կարծես ոչինչ չի փոխվել։ Մի քանի օր առաջ նա տեսնում էր իր ապագան շատ պարզ, Լեոն իր կողքին էր, նրանք պատրաստվում էին միասին ապրել, պայքարել բոլորի դեմ և կառուցել իրենց երջանկությունը։ Բայց մեկ խոստովանությունն ամբողջությամբ փոխում է այդ պատկերը։ Երբ մարդը հանկարծ իմանում է, որ իր սիրելիի հոր մահվան հետ կարող է կապված լինել սեփական հայրը, աշխարհը գլխիվայր շրջվում է։ Այս պահին Լեան այլևս չի մտածում միայն սիրո մասին, նա մտածում է մեղքի, պատասխանատվության, ընտանիքի, ճշմարտության մասին։ Հենց դրա համար էլ նա Հունանի հետ տուն է վերադառնում առանց Լեոյին բացատրություն տալու։ Դա անտարբերության նշան չէ, դա մարդու արձագանքն է, որը հոգեպես փլուզված է։ Նա այլևս ուժ չունի նայելու Լեոյի աչքերի մեջ, որովհետև ամեն անգամ Լեոյին տեսնելիս հիշելու է, թե ինչ է ասել նրան իր հայրը։ Հիշելու է Հունանի խոսքերը, հիշելու է այն ճշմարտությունը, որը հիմա բաժանում է իրենց։ Լեոն ամենայն հավանականությամբ սկզբում չի հասկանա նրա լռությունը, նա կարող է մտածել, որ Լեան հրաժարվում է իրենց հարաբերություններից, բայց իրականում Լեան հիմա պայքարում է ոչ թե Լեոյի դեմ, այլ ինքն իր ներսում։ Շատ հետաքրքիր է նաև Գրիշոյի դերը։ Եթե Լեան հասկանում է, որ Գրիշոն արդեն գիտեր այդ գաղտնիքի մասին, դա կարող է նոր հարված լիներ։ Լեան հասկանում է, որ ապրել է այնպիսի ընտանիքում, որի մասին նույնիսկ չէր էլ կարող մտածել։ Գրիշոն գիտի, որ իր հայրը սպանել է Մանանի հորն ու ամուսնացել է նրա հետ։ Նա չի կարող պատկերացնել, որ նման բան հնարավոր է, որ իր ընտանիքի անդամներն իր համար նման բան կարող են անել։ Այս դեպքում ստացվում է, որ նրա շրջապատում շատ մարդիկ վաղուց ապրել են այդ ճշմարտության հետ։ Լեան իրեն խաբված է զգալու։ Ու երբ Լեան վերադառնում է տուն ծանր վիճակում, Մանանն այնտեղ է ու տեսնում է, թե ինչպես է Լեան տանջվում։ Արդյոք հնարավոր է, որ Լեայի վիճակը տեսնելուց ու խոսակցություններից հասկանա, թե ինչ է կատարվել իրականում։ Նա տեսնում է, որ սա ընտանեկան վեճի մասին չէ։ Լեան այնպիսի վիճակում է, որ անհնար է թաքցնել։ Մանանը շատ լավ կհասկանա, որ տեղի է ունեցել մի բան, որը փոխել է Լեայի կյանքը, և այստեղ առաջանում է ամենահետաքրքիր հարցը՝ արդյոք Մանանը կիմանա ամբողջ ճշմարտությունը։ Շատ հավանական է, որովհետև Լեան հիմա գտնվում է այնպիսի վիճակում, որ այլևս չի կարող միայնակ կրել այդ ծանրությունը։ Նրան պետք է մեկը, ում հետ կարող է խոսել։ Ինան զբաղված է իր սեփական ցավով, Հունանին այլևս չի վստահում, Գրիշոյից նույնպես կարող է հեռացած զգալ, և հենց Մանանը կարող է դառնալ այն մարդը, ում նա կպատմի ամեն ինչ։ Պատկերացրեք այդ տեսարանը, երբ Լեան ուղղակի իր զայրույթի պահին Մանանին ասում է, որ իր հորը սպանել է Գրիշոյի հայրը։ Այդ պահին հավանաբար աշխարհը Մանանի համար կփլվի, որովհետև եթե մինչ այդ նա շատ հարցերի պատասխաններ չուներ, հիմա հանկարծ ամեն ինչ սկսելու է իմաստ ստանալ։ Մանանի համար սա կարող է դառնալ վճռորոշ պահ։ Մինչ այդ նա հաճախ փորձում էր հավասարակշռություն պահել երկու ընտանիքների միջև, բայց երբ այս ճշմարտությունը բացահայտվի, այդ հավասարակշռությունը պահելը շատ ավելի դժվար կլինի։ Հնարավոր է, որ հենց Մանանը սկսի պահանջել պատասխաններ Հունանից, հնարավոր է առաջին անգամ բացահայտ կանգնի նրա դեմ։ Որովհետև Մանանը կարող է շատ բան ներել, բայց դժվար թե կարողանա անտեսել այն փաստը, որ տարիներ շարունակ մարդկանց կյանքերը քանդվել են մեկ գաղտնիքի պատճառով, իսկ Լեան այդ ընթացքում
ավելի ու ավելի կմոտենա իր կյանքի ամենադժվար որոշմանը։ Նա ստիպված կլինի ընտրել ոչ թե երկու տղամարդկանց միջև, այլ երկու ճշմարտությունների միջև՝ մի կողմից հայրն, ում սիրում է, մյուս կողմից այն մարդը, որի ընտանիքը տուժել է այդ իր հոր պատճառով։ Եվ որքան էլ նա փորձի փախչել այդ իրականությունից, այն շարունակելու է հետապնդել նրան։ Հենց այդ պատճառով առաջիկա սերիաները կարող են դառնալ Լեայի կերպարի ամենածանր և ամենահուզիչ փուլը։ Առաջին անգամ նա ստիպված կլինի ոչ թե պաշտպանվել հորից կամ պայքարել սիրո համար, այլ ընդունել մի ճշմարտություն, որը կարող է ամբողջությամբ փոխել իր վերաբերմունքը սեփական ընտանիքի, սեփական անցյալի և նույնիսկ սեփական անձի նկատմամբ։